Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը, այդ թվում Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակը։ Հոդված 1. Սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը 1988 թվականի եղած սահմաններում, ինչպես նշված է և հավելվածում, փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը։ Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը 1988 թվականի եղած սահմաններում փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը։ Հոդված 2. Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի և Շահումյանի գրավյալ տարածքները 1988-ի եղած սահմաններում անհապաղ փոխանցվում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքական և վարչական վերահսկողության ներքո։ Հոդված 3. Սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած պետության բոլոր ոչ սահմանակից տարածքները, անկլավները փոխանցվում են այն պետությանը, որը շրջապատում է դրանք։ Հոդված 4. Սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Հայաստանը սկսում է իրականացնել իր զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից, ներառյալ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Շահումյանի, Քելբաջարի, Զանգելանի և Ղազախի շրջանները։ Զինուժի դուրսբերումը պետք է ավարտվի սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում։ Այդ ուժերի հետ քաշման և տեղափոխման պլանավորումը ու իրականացումը կկատարվի միջազգային դիտորդական ուժերի աջակցությամբ 10-ից 11 հոդվածների դրույթներին համապատասխան։ Հոդված 5. Սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության և ներկայումս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի և Շահումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Այդ տեղափոխությունը պետք է ավարտվի սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում։ Այս տեղափոխության պլանավորումն ու իրականացումը պետք է կատարվի միջազգային դիտորդական առաքելության հսկողությամբ, որը նախատեսված է սույն համաձայնագրի 10-11 հոդվածներին համապատասխան։ Մեղրիի շրջանը առաջին հերթին կբնակեցվի այդ հակամարտության հետևանքով տեղահանված ադրբեջանի քաղաքացիներով։ Յուրաքանչյուր պետություն պատասխանատու է իր քաղաքացիների տեղափոխման համար և պետք է համագործակցի մյուս պետության և միջազգային դիտորդական առաքելության հետ։ Յուրաքանչյուր պետություն պետք է ապահովի բնակավայրերի և մյուս ենթակառուցվածքների պաշտպանությունը փոխանցվող շրջաններում, նպատակ ունենալով կանխել դրանց ապամոնտաժումը, վնասումը կամ ավերումը։ Մանրամասները կարող եք կարդալ Ararat News.am կայքում։